2010 թվական, Պեկին։ Չինաստանում արդեն շուկան բաժանված էր տեխնոլոգիական հսկաների միջև՝ Huawei, Lenovo եւ շատ այլ միջին եւ մեծ ընկերություններ։ Այդ պահին Լեյ Ցզյունը, նախկին Microsoft-ի գործարար, մի քանի գործընկերների հետ որոշում է հիմնել մի ընկերություն, որը հետագայում կսկսի մրցել Apple-ի եւ Samsung-ի նման գիգանտների հետ։ Սկզբնական ներդրման գումարը քիչ էր, հիմնականում վենչուրային ներդրումներ էին չինական փոքր ֆոնդերից եւ անձնական ներդրումներ։ Սկզբում ընկերությունը չուներ ոչ գրասենյակ, ոչ էլ արտադրամաս։ Այդ ընկերությունը Xiaomi-ն էր։ Xiaomi-ի միակ հույսը MIUI օպերացիոն համակարգն էր, որը նրանք ստեղծել էին Android-ի հիման վրա, բայց նույնիսկ այս դեպքում սա շատ ռիսկային էր։ Շատերը մտածում էին, որ չինական ստարտափ անհնար է կարողանա մրցել Samsung-ի ու Apple-ի հետ, եւ որ այն երբեք չի ունենա այն որակը, ինչ ունեն այս ընկերությունները։ 2011 թվականին ծնվեց առաջին հեռախոսը՝ Xiaomi Mi One։ Գինը անսովոր ցածր էր, գրեթե ինքնարժեքին մոտ։ Սա շատերի համար զարմանալի էր, եւ ընկերության ֆինանսական կարգավիճակը վերջնական վտանգի մեջ հայտնվեց այս նախագծի պատճառով։ Եթե վաճառքները չհաջողվեին, ամբողջ թիմը կարող էր կորցնել ներդրված գումարը։ Սակայն Լեյը շատ համառ էր եւ նա ամեն ինչ անում էր, որ ստեղծի վստահելի պրոդուկտ բոլորի համար։ Xiaomi-ն հաշվի էր առնում օգտատերերի կարծիքները եւ կատարում ամեն շաբաթյա մշտական ծրագրային թարմացումներ, որը թույլ էր տալիս, որ մարդիկ զգան, որ իրենք ընկերության մի մասն են կազմում։ Հաջորդ ռիսկային քայլը, որը Լեյը արեց, դա միջազգային շուկա դուրս գալն էր։ Հնդկաստանում առաջին քայլերը ունեցան հաջողություն, սակայն Եվրոպան սկզբնական շրջանում չէր վստահում Xiaomi-ին, եւ ընկերությունը ստիպված էր պայքարել, ապացուցելու, որ բարձր որակը կարող է ունենալ նաեւ ցածր գին։ Համառությունը սկսեց արդյունք տալ։ Xiaomi-ն արագորեն դարձավ Չինաստանում առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ 2014-ին արդեն համարվում էր աշխարհի ամենաարագ աճող տեխնոլոգիական բրենդը։ Xiaomi 2 համակարգը ներառում էր իր մեջ հեռախոսներ, խելացի տան սարքեր, էլեկտրական աքսեսուարներ եւ նույնիսկ սմարթ հեռուստացույցներ, բայց ոչ թվերը, ոչ արտադրանքը այս պատմության ամենակարևոր մասը չեն։ Համառությունը եւ ռիսկը, երբ թվում է թե ամեն ինչ փլուզված է, ստիպեց Լեյին առաջ գնալ եւ չհանձնվել, լինելով հսկաներով շրջապատված համակարգում։ Xiaomi պատմությունը հիշեցնում է, որ մեծ հաջողությունը հաճախ գալիս է նրանց մոտ, ովքեր համարձակվում են գնալ մեծ ռիսկերի եւ հավատալ իրենց ուժերին։